Նախորդին հայտարարվեց, որ ռուսական Արեշնիկ հրթիռային համալիրը Բելարուսում անցել է մարտական հերթապահության։ Հենց սա է Ռուսաստանի առաջարկած միութենական պետությունը, երբ քեզ պետությունից դարձնում են ռազմական պլացդարմ ուրիշների դեմ պատերազմներ մղելու համար։ Բելարուսը այսօր ավելի շատ պատերազմական հարթակ է, քան սուվերեն պետություն։ Իր տարածքն ուղղակի թիրախ է, իր քաղաքականությունը հրամանների կատարում։ Եթե վաղը Հայաստանը դառնա Ռուսաստան-Բելարուս միութենական պետության մաս, մեզ նույնն է սպասվում։ Մեր բանակը դառնալու է օտար հրամանատարության հավելված, մեր սահմանները օտար ռազմավարության մաս, մեր քաղաքներն ու ենթակառուցվածքներն էլ առաջին հերթին կդառնան թիրախ։ Ներդրումներ, տնտեսություն, կապեր, ամեն ինչ կմտնի պատժամիջոցների տակ։ Ռուսներին ոչ թե Հայաստանն է պետք, այլ Հայաստանի տարածքը որպես Ռուսաստանի ֆորպոստ, ետնապահ, զինվորական պլացդարմ։ Ու հենց սա են երազում մեր քաղաքական մրցակիցները։ Ռուբեն Վարդանյանի Թաթարստանը, Քոչարյանի միութենական պետությունը հենց սրա մասին են։ Նրանք տենչում են, որ մենք դադարենք պետություն լինել։ Մենք այլ ընտրություն չունենք։ Կամ պետություն ենք, կամ ռազմական պլացդարմ, կամ մեր երեխաները ապրում են սուվերեն Հայաստանում, կամ ապրում են օտարի ռազմակայանի ստվերում որպես թիրախ։ Մենք ընտրում ենք Հայաստանը, ազատ, ինքնիշխան, առանց օտար հրթիռների և օտար հրամանների։